Փաշողլին թուրքա, կնիկը թուրքա։ Այսինքն թուրքին ծառայողով է։ Ալո։ Հստակեցնում եմ։ 91 թվականից առօրը Հայաստանի Հանրապետություն կոչվածի պետբյուջեն ֆինանսավորել է Ադրբեջանին։ Մեր ոսկե սերուստին տարել են որպես վարձկաններ, տարել են զոհաբերել են, ցեղասպանել են, գենոցիդի ենթարկել։ Ինչ է կարել։ Հիմա ուրիշ բան եմ ասում, լսի, ասում եք տերորիստական խումբ այդ, դրա մասին ձեզ հայտարարությունը տված է, որ տերորիստական խումբ են, վրոդի Սամվո Կարապետյանը, в общем, այնտեղ տերտերների հետ, в общем, կազմակերպել են հեղաշրջում։ Մարտ ամսին ուրեմն, Թեքիան կենտրոնում, այնտեղ պալկովնիկ ՖՍԲ-ի պալկովնիկ է, Աշոտ Սարգսյան, լսում ես։ Ո՞վ է հանդիսանում Աշոտ Սարգսյանը։ Աշոտ Սարգսյանը հանդիսանում է ՖՍԲ-ի գնդապետ։ Ինքը հրապարակային իր ելույթում ասեց, որ երրորդ ուժ են ձևավորում, նպատակը հեղաշրջումն է։ Ինչի՞ այդ Աշոտ Սարգսյանին չեք բռնել, հետո իշխանությունը ումն է, հա։ Ժողովրդին է։ Բա ժողովրդին է, ոնց է բա Սամո Կարապետյան կոչվածը տաշիրը։ Բանը Փաշովլու ձեռից իշխանությունը խլելու։ Հարգելի քաղաքական Արա ինչ քաղաքական իրավական քարտեր են դրանք։ հարգելի նորից եմ կրկնում։ Դու կրկնելու դու իրավաբան ես, լմի րոպե, դու իրավաբան ես։ Ձեր հաղորդումը հստակեցրեք հաղորդման։ Հավրակամ հայտարարությունը տված դա ինչ է կարել։ Նորից եմ ասում այդ Աշոտ Սարգսյանը, այդ երրորդ ուժ էր ձևավորում, որ Պերևառոտ անել։ Դրա մասին հստակ ներկայացված է եղել քրքյականին, ազգային դատախազություն եւ այլն։ Դրանք ի՞նչ եք բռնել։ Որ բանը իշխանությունը ժողովրդինն է, բայց Սյամոն ոնց է այդ իշխանությունը բանից Փաշովլուց խլում։ Փաստացի Փաշովլին ժողովրդից է խլել, որ հիմա Սամոնը պետք է տաշիրից խլի, Սամոնը պետք է բանից Փաշովլուց վեգաներ։ Հիմա ձեր խնդիրը ինչու՞ն եք միանում։ Արա իմ խնդիրը չի այախ չի լսում ես։ Իմ խնդիրը չի, ձեր խնդիրն է։ Քաղաքավարի խոսեք հանդիպ։ Քաղաքավարի որն արա 150 անգամ ասել եմ, ձեզ ինչ եք արել։ Նորից եմ կրկնում, ինձ հետ Հələ նա տիրոջ բանը տուր, պետի տուր լա։ Պետի հետ չեք կարող խոսել, ինձ հետ եք խոսում, ես հաղորդում։ Դու ով ես։ Որ հասեմ Դու ով ես ասում եմ։ օպերատորի հետ եք զրուցում։ Հա օպերատորը դու իրավաբան ես։ Որ իրավացու է Դու ես ծառայում, աղջի ջան, լսի ինչ եմ ասում, լսի քեզ ինչ եմ ասում։ 150 անգամ այդ հայտարարությունները տված է, ինչ եք արել։ Նորից եմ կրկնում, ես տեղեկատվությամբ չեմ տիրապետում։ Բա որ չես տիրապետում, Տուրեն Մարտունով տիրապետում է։ Ձեր անունականունը հայտնեք հաղորդում փոխանցեք։ Սիմոնյան Ռոբը 1500 անգամ փոխանցել եք, հետո ինչ եք արել։ Որ ձեր հասցեն կնշեք։ Այ աղջի ջան, նորից եմ ասում, իմ հասցեն գիտեք, լավ էլ գիտես ով է։ Այդ որ անջատվում էին, միացնում էին, այդ տերերը տեն, պետերը տեն քեզ ուսուցում տալիս։ Լսի ինչ եմ ասում քեզ։ Քաղաքացի ինձ ոչ ոք ուղղություն չի տալիս։ Ա դու այդքան ուղեղ չունես, որ դու կարենաս իմ հետ խոսաս է։ Լսի ինչ եմ ասում քեզ։ Վիրավորելու եթե կխոսեք, խոսենք, եթե ոչ ընդհանուր։ Այս չեմ խոսում քեզ հետ, լսի, ես պահանջում եմ, որ դուք ինչ եք արել։ Եթե դուք Ադրբեջանի գործակալները չեք, եթե դուք Թուրքի, լսի մի րոպե, լսի լը։ Եթե դուք Ադրբեջանի գործակալները չեք, իմ ներկայացրած հայտարարություն հանցագործությունների մասին խի ընթացք չի տրվում։ Ես եք հաղորդում ներկայացրել եւ որ բաժի կողմից ընթացք չի տրվում։ 1500 անգամ տեսագրություններն էլ կա, в общем, ամեն ինչն էլ կա, հիմքերը կա։ Եղավ, ես ձեր հաղորդումը հիմա փոխանցում։ Հիմա հարց եմ տալիս, մի րոպե, ինչ ես փոխանցում, հələ մի րոպե։ Ինչ-որ քիչ անց նշեցիք։ Ինչ նշեցի, մի հատ ասել է կրկնի։ Հարգելի քաղաքացի, նորից եմ կրկնում, եթե բան ունեք ավելացնելու Բան ունեք որն է աղջի ջան, լսիլը 4 միլիարդ դոլար ու եվրո Փաշովլու են պորնիկ կնգա հաշիմների վրա է։ Այս նորմալ արա է պորնիկի են ասում, ինչ ասեն, նորմալը որն արա։ Հաջողություն կորեկտ չեք նորում։ Ինչ կորեկտ արա, դու ես թուրք։ Դուք հասարակ տրամաբանական հարց եք տալիս արա։ Արա տաշին ես, քաշին ես, մաշին ես, թե ինչ ես։
Ես քեզ օղջան ուղեղդ մտցնում եմ, որ որևիցե մեկը քո նկատմամբ անգամ չեր կարա գործ հարուցել տալ, քեզ կտում են, արա, անասուն, քո կողքի կանգնածները դրանք իրավաբաններ չեն, դրանք գանդոններ են, դրանք բոզի տղեկ են, պրոստը քեզնից փող են քաշում, կամ համատեղ թատրոն են խաղում, համատեղ թատրոն եք խաղում, պրոստը օղջարահոտին զբաղացնելու ծրագրով նպատակով, որ օղջարահոտին ոտի հանեք, ռսակյուդի ծրագրով, ոստե իբր թե իշխանափոխություն եք անում, չնայած թե Փաշօղլու կարգավիճակն եք ամրագրում, հեսա մի րոպե մի բան ցույց տամ, հեսա գնաց, մի րոպե, Հատին մոմենտ Տեղափոխությունից հետո ընտանիքով Հայաստան տեղափոխված 30-ամյա գործարար Վահե Պարազյանն այս գործով տուժող է ճանաչվել։ Ազատության հետ զրույցում նա ասա 10 միլիոն եվրո իրենից պահանջած Նարեկ Կարապետյանի հետ Երևանում 2 անգամ է հանդիպել, 2 անգամ էլ ծեծի է ենթարկվել Կարապետյանի ու նրա թիկնապահների կողմից։ Ըստ տուժողի միջադեպի օրը Նարեկ Կարապետյանն իրեն ասել է Ռուսաստանում մտել են գործարար հորոստոր բիզնես դաշտ, 2 տարում 10 միլիոն եվրո աշխատել ու հիմա այդ գումարը պետք է իրենց տան։ Պարազյանն ասում է 10 միլիոն եվրո իրենք քան էլ աշխատել։ Դուրս է գալիս, այդ մայթի վրա վրա եկան, հետևիցս ձայն տվեց։ Ֆրանսի, տեսնեմ Նարեկ Կարապետյանը, շատ ագրեսիվ բանով մոտեցավ, տեսեմ նա տղա է, ասել, Վահե ես, ասեցի հա ինչ կա, վերստո հարված ես, գտա իր ամերյան լանգը արեցի, ասեմ ես մենակ գալիս եմ ձեր ռեստորան, գիտեմ դուք ձեր ռեստորան եք, բայց ուզում եք հանդիպեմ ասում ինչ է պատահել։ Ես մոտեցա իրեն նստած էր ինձ սեղանի, իրեն ինչ-որ շրջապատված իր հայտնապահներ, որովհետև 10-15 գործի մարդ։ Ասել ես խոսացել եմ մեր ղեկավարության հետ, եւ մենք եկել ենք այն եզրակացության, որ չկա ոչ մի բան խոսալու, կա ընդհանրապես միակ երբ ձեր ընտանիքի համար, հետի այն է, որ դուք այդ փողը պետք է բերեք տակ։ Մենք ասում ենք, մեզ էլ պետք է այդ փողը դու իրես մենք հնարավորության դեր, մենք այդտեղ ֆոնդ ունենք, որը Ղարաբաղի համար օգտագործում այդ ֆոնդը։ Տվեք մենք այդ ֆոնդը, ցտեք այն ֆոնդը, մենք այդ ֆոնդը ուղղակի Ղարաբաղի իր բարերը մեկ բան անեն, գրեփ անեն Ղարաբաղ։ Ես ասում եմ հաշվի, դուք ուզում եք Ղարաբաղի գրեփ անեք, գրեփ անող եք գնացեք անեք։ Պարազյանը պնդում է, որ այս ծրագրից հետո Նարեկ Կարապետյանն ու ինքնազորի անդամներն իրեն ու ինքերոջ հետեքի են ենթարկել։ Ըստ տուժողի ամենից սկսել է այն բանից, երբ տարիներ առաջ իրենք մասնակցել են Գազպրոմի հայտարարություններին և նրանց քանիչը շահել երկրային, սակայն Պարազյանի խոսքով իրենց 100-ից ավելի պայմանագրերը Ռուսաստանում միակողմանի քննվել են։ Բացատրելով այդ բանը, որ Դաշնի գրուպի սեփական Նարեկ Կարապետյանը իր դասերը օգտագործելով ամեն ինչ արել, որ մենք այդ Գազպրոմի մրցույթներից դուրս գանք, որից հետո միանգամից խաղաղություն բերեցին եւ այդ խաղաղության բոլոր տենդերները գնացին Դաշնի գրուպի Դաշնի գրուպի մեջ մտնող կամպանիաների մեջ։ Չբավարարվելով այդ ամեն ինչը, նոյեմբերի 1-ի 2018 թվականին իրա հաղորդեցին քրեական գործ, որի պատճառով ինձ տեղափոխեցին քաղաք Կալուգա եւ վերջնականից միայն շոկում էր, հետո նաեւ ավելացրեցին առևանգում, դրանից հետո ինձ սպառնացին, որ քեզ սպասում մոտավորապես 10 տարվա դեպքում ինձ իրանց ուղարկել են մարդիկ, advokatները ներկայացնում են մարդիկով, որոնք իրաց բանը փոխարինել հարուստ ես ստելուց հետո իրանց շինքու գործ հարուսածը պրավալա գործ եւ վերականգնվալիֆիկացիան անոն ես ուսուցիչ կալու որից հետո մենք ընտանիքով որոշեցինք այս հեղափոխությունից հետո իմանալով որ Նարեկ Կարապետյանի լծակները ստելուց գործում մարդիկ մենք բոլոր որոշեցինք դա Հայաստան։ Պարազյանին և ինքերոջը 10 հոգով ենթարկելու մասին նաև քննչական կոմիտեն է իր հայտարարությունում նշել, ընդգծելով, որ արդեն նաև առերեսումներ են կատարվել։